Շնորհակալություն, հաջորդ հարցը շատ։ Վարչապետ, մի քանի անգամ նշել եք, որ նոր սահմանադրություն ունենալը Հայաստանի ներքին գործն է եւ օրեր առաջ կրկին Բաքվից նման թեզեր հնչեցին։ Այդուհանդերձ այդ գործընթացի ձգձգումը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ խաղաղության վերջնական պայմանագրի այդ ստորագրման վրա կամ սահմանազատման ընթացքի։ Շնորհակալություն։ Սահմանազատման ընթացքի հետ կապված ամբողջ իրավական process-ները ամփոփված են եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ունեն պարտադիր իրավական ուժ։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք թրիփ ճանապարհի իրագործման վրա։ Ուրեմն, այսինքն խաղաղության ինստիտուցիոնալացման տարբերակներից մեկը այն է, որ թրիփ ճանապարհը երկաթուղին, ճանապարհը գազամուղ, եթե լինի գազամուղ եւ նավթամուղ։ Այսինքն ես հստակ գիտեմ 3 բան, որ լինելու է. երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր, այս 3-ը վստահ եմ, որ լինելու է 100%-ով։ Այն երկուսը ինչի վստահ չեմ, որովհետև ռեսուրսների կենտրոնացման եւ խողովակ մղելու թեմաներ կա, որով պետքա մեր գործընկերները ավելի շատ, քան թե մենք զբաղվենք։ Այս 3-ի իրագործումը դա արդեն խաղաղություն է։ Պատկերացրեք, մենք Ադրբեջանով ենք գնում գալիս, Ադրբեջանը Հայաստանի տարածքով է գնում գալիս, գնացքները անցնում գնում են եւ այլն, դա խաղաղություն է։ Եվ իհարկե մենք շարունակելու ենք աշխատանքը խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ եւ մյուս հարցերի ուղղությամբ, իմիջիայլոց։ Մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները, մենք չենք մոռացել անհետ կորած մեր եղբայրների հետ կապված խնդիրները, Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների հետ կապված խնդիրներ։ Մենք պատկերացնում ենք, որ այս հարցերը համագործակցությամբ պետք է լուծել, որովհետև ադրբեջանցի գտնվելու վայրը անհայտ անձանց իրենք միայնակ չեն կարող առանց մեր աջակցության հայտնաբերել, մենք էլ չենք կարող առանց իրենց աջակցության հայտնաբերել։ Եվ այստեղ համագործակցությունը նաև ոչ միայն խաղաղության ինստիտուցիոնալացման, այլև ընդհանրապես այդ ծանր եւ հակամարտության էջը փակելու շատ կարեւոր մի փուլ է, որտեղ մենք շահագրգռված ենք։ Մենք այդ տպավորությունը երբեմն տպավորությունը թե ասենք գոնե մեր մասով մենք ինչ որ բաներ գիտենք չենք ասում, շատ դժվար է, ժամանակներ են անցել եւ այլն, շատ դժվար է երբեմն, բայց մենք պետք է գնանք լիարժեք համատեղ աշխատանքով այդ բոլոր խնդիրները լուծենք։ Սահմանազատումները պետք է տեղի ունենա։ Էլ չեմ ասում երկկողմ առևտուրը, որը զարգանում է եւ որը նաեւ խաղաղության շատ կարեւոր հենասյուն է։ Եվ ես հույս ունեմ, որ այդ ուղղությունը, ոչ թե հույս ունեմ, համոզված եմ, որ այդ ուղղությունը կզարգանա։ Նկատի ունեմ, մենք ճկուն պետք է լինենք, այնպես չի, որ այ մի հարց կա, ամեն ինչ կախված է մի հարցի հետ։ Իհարկե, հնարավորինս լայն ճակատով ինստիտուցիոնալացումը լավ է, եւ մենք պետք է այդ ուղղությամբ աշխատենք։